Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Բարև, Նարեկ ջան։ Պարոն Գրիգորյան, Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցը Հայաստան արդյոք կարևոր էր ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին, թե ոչ։ Միանշանակ կարևոր այցելություն էր, շատ կարևոր բաների հանգեցին կողմերը, Եվրոմիությունը հերթական անգամ փորձում է մեզ աջակցել, այդ աջակցության մասին կարող ենք հիմա խոսել, բայց ես ուզում եմ մեկ բան ասել։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև եղավ Բաքվում, ու ես միշտ ոնց եմ վերլուծում, ոչ միայն այն, ինչ ինքը արեց Երևանում, ինչ հայտարարություններ արեց, ինչով աջակցեց, նաև ես համեմատում եմ ինչ ասվե Ադրբեջանում։ Այդ անչափ կարևոր է, այդ վերլուծությունը անել, ուսումնասիրել, որ ընդհանուր պատկերը հասկանանք։ Օրինակ չեմ ուզում թաքցնել, որ ճիշտը քեզ ասեմ, որ դժգոհ եմ, որ ինքը Բաքվում մի քանի 1-2 մտքեր ասեց։ Այդ մտքերը գիտես ինչի հետ են կապված, ով նախաձեռնեց օրինակ խաղաղության այդ process-ը։ Ակնհայտ երևում էր, որ ինքը համարում է, որ այո, լավ է, որ խաղաղության process է, գնահատում է եւ Ադրբեջանը եւ Հայաստանը, բայց այնուամենայնիվ իր կարծիքով ստեղ ավելի կարևոր դեր խաղաց Ադրբեջանը։ Գոնե այս ձևի գաղափար այդ ձևի միտք ես ֆիքսեցի իր ելույթում Բաքվում։ Ես ավելին քեզ ասեմ, ես նույնիսկ կարող եմ քեզ բացատրություն տալ ինչու այդպես է։ Քանի որ Եվրոմիությունը մեծ տեղ է տալիս Հարավային Կովկասին, մեծ տեղ է տալիս այն հնարավորությանը, որը բացվում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության շնորհիվ, Հարավային Կովկասը դառնում է տրանզիտային տարածաշրջան, Եվրոպա, Թուրքիա, Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա, ու այդքան կարևոր է, որ իրանք փորձում են համոզել Իլհամ Ալիևին, որ ստեղ ինքը կայուն լինի ու աշխատի, դա է պատճառը, որ նաև դրական մեսիջներ են ուղարկում եւ այլ, Ալիևն էլ օգտվում է։ Ի վերջո ինչ է կատարվում ժողովրդավարության հարցերում Ադրբեջանում բոլորս գիտենք Եվրոպարլամենտի կոշտ քննադատական դիրքորոշումը, բայց կառավարությունը Եվրոմիության այնուամենայնիվ ուզում է ունենալ այլընտրանքներ, գնահատում է, որ Ադրբեջանը պրագմատիկ քաղաքականություն է վարում ու ինչ որ կոմպլիմենտներ ասում է։ Նաև մեր խաթեր, քանի որ խաղաղության այս օրակարգը գումարած կոմունիկացիայի բացումը ակնհայտ է, դա կօգնի Հայաստանին ոտի կանգնել, ուժեղանալ ու իրանք նաև մեսիջներ ուղարկում են, որ համոզեն Ալիևին հետևողական լինել։ Բայց ցանկացած դեպքում քաղաքական իմաստով ես դժգոհ եմ։ Քաղաքական իմաստով այդ ինչ ասեց Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում, ես դժգոհ եմ։ Իմիջիայլոց քեզ ասեմ, որ նաև այս Մալուխի հարցը, էլեկտրական Մալուխի հարցով էլ ինքը ասեց, որ Ադրբեջանը նախաձեռնեց եւ այլ, նաև այդ Մալուխային էլեկտրակաբելների այդ ծրագիրը նաև կարևոր է։ Ինչ եմ ուզում ասել։ Ուզում եմ ասել, որ գնահատում ենք Եվրոմիության աջակցությունը, մի քիչ ավելի ուշ կասեմ, ինչ եմ գնահատում այս իր առածից Երևանում, պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերեցին, բայց առանձին քաղաքական հայտարարություններ ես չեմ կարող ընդունել։ Վերադառնալով Հայաստանում ձեռք բերված պայմանավորվածություններին, սա արդյոք լուծում է խնդիրները, որ առաջ եկավ Ռուսաստանի որոշումներից հետո։ Ամբողջությամբ չի էլ կարող լուծել, քանի որ մեր առևտրի զգալի մասը ընկնում է Ռուսաստանի վրա, Ռուսաստանի շուկայում է մեր ապրանքը ծախվում, պարզ է, որ այս առաջի քայլերն են Եվրոմիության, շնորհակալ ենք այդ քայլերի համար, բարձր ենք գնահատում, օրինակ ես շատ բարձր եմ գնահատում, շնորհակալ եմ Ուրսուլա ֆոն դեր Լայենին այդ աջակցության համար, բայց գիտես մենք իրավունք չունենք խաբել մեր ժողովրդին։ Դες այդ առաջի քայլն է, այն գումարները, որ սկզբից
տրվեցին, հիշում ես 53 միլիոն էր թե ինչ էր, դրա մեջ մտնում է այն 18 միլիոնը, որի մասին ասեց Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Իրենք հասկանում են, որ պետք է աջակցել Հայաստանին ինստիտուցիոնալ։ Ու այդ 53 միլիոնից 18 միլիոնը գիտես ինչի համար են տալիս։ Արտահանման գործակալություն ստեղծելու համար Հայաստանի ներսում, պետական համակարգի ներսում։ Իրոք պետք է լինի ինստիտուտ, որը պետք է հետևողական զբաղվի նրանով, որ նոր շուկաներ ուսումնասիրվեն։ Ուստեղ հարցը առաջերտին Եվրոմիության շուկայի մասին է, բայց ոչ միայն։ Դա է պատճառը, որ այդ գործակալություն կլինի, ինչ մարմին կլինի, անունը դուրսբերման արտահանման մարմին անունը դրվեց։ Ինչ եմ ուզում ասել, դա մենք շատ բարձր ենք գնահատում, բացի հայտարարություններից նաև կոնկրետ գումարային հարցեր են լուծվում։ Դու գիտես, Բաքվում նաև Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոսեց 200 միլիոն ապաշրջափակման կոնտեքստով եւ ինքը խոստում տվեց Բաքվում անցկացնել ինվեստորների ներդրողների կոնֆերանս, որ 2 միլիարդ հավաքվի։ Այս երկու գումարները միաժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի համար է, հասկացա՞ր։ То есть այս իմաստով էլ իրանք կապում են ձեռքերը Ադրբեջանի, որ Ադրբեջանը շահագրգռված լինի, միաժամանակ Հայաստանը մեջը կա։ Այդ որոշման մասին ինքը խոսեց նաև Երևանում, ոչ միայն Բաքվում։ Ուրեմն բացի շնորհակալությունից դժվար է ինչ-որ բան ասել, բայց Բաքվում 1-2 հայտարարություններ ինձ դուր չեկան ու ես բաց ասում եմ դրա մասին։ Լավ, դա պարզ է, բայց հիմա Հայաստանը կարողանալու է ռուսական պատժամիջոցների տակից դուրս գալ, թե չէ այն ինչ առաջարկում է Եվրոպան, ճիշտ է, դեռ պետք է անդամ 27 պետությունները հաստատեն այն ինչ հայտարարեց ֆոն դեր Լայենը Հայաստանում, բայց ամեն դեպքում, եթե դա իրականություն դառնա, Հայաստանը կարողանալու է, այսպես ասած, շունչ քաշել այս խնդիրներից, թե չէ։ Ես պետք է ասեմ, որ Հայաստանի այս օգնությունը անհրաժեշտ է, բայց Հայաստանը նաև այլ տեղերում պետք է մանգա շուկաներ։ Դու գիտես, Ուկրաինայի հետ ինչ որ պայմանավորվածություն կա Իրանի հետ կապված։ Այլ երկրների հետ դու պետք է զուգահեռ հիմա աշխատես։ Եվրոմիությունը իր քայլերը անում է ու կանի, օրինակ, այն ապրանքները, որոնք վատ որակի չեն, եթե պետք է հասնեին Եվրոպայի շուկա 2-3 տարի անց, իրանք բացեն։ Դու գիտես այդ հատուկ կա ծրագիր, իրանք ասեցին կընդունեն, բայց այդ մաս կլինի, այդպես չի էլի, որ ամեն ինչ կընդունեն, քանի որ պարզ է իրանք այդ պետք է ստուգեն, նաև պետք է մեզ աջակցեն, ուրեմն այդ մի քանի քայլեր պետք է արվեն։ Ուստեղ շատ կարևոր է ինչքան ճկուն կլինի մեր կառավարությունը, օրինակ Ուկրաինայի հետ տեսար գտան ինչ որ ձև ու Ուկրաինայի հետ Իրանի հետ կապած ինչքան ես գիտեմ պայմանավորվածություններ կան։ Ուրեմն պետք է աշխատես Ղազախստանի հետ, արաբական աշխարհի։ Դες մեր կառավարությունից շատ բան է կախված։ Հիմա ամեն ինչ գցել մի խաղացողի վրա, ես խոսում եմ Եվրոմիության վրա, նույնիսկ սխալ կլինի։ Եվրոմիությունը կաջակցի ու աջակցու է, բայց դու հասկանում ես, չէ՞, այնտեղ 27 երկրներ են, ոչ ոք չի վերցնի ապրանք թունավորելու համար իրանց քաղաքացիներին։ Ուղղակի իրանց օրենքները թույլ չեն տա։ Ուրեմն այն մասը ապրանքների, որոնք վատ որակի չեն եւ այլ իրանք ուսումնասիրել կաջակցեն մի քիչ լավացնել ու կբացեն շուկան, այդ արագ կլինի, ամիսների հարց կլինի, ոչ թե երկար ժամանակ։ Բայց շատ բաներ կան ապրանքներ, որ չեն համապատասխանում, իրանք չեն ընդունի։ Ավելի լավ է իրանք մեզ կտան փող, որ մենք դիմանանք այս անցումային փուլում, բայց կյանքում իրանք անորակ բան չեն առնի, չեն թողնի իրան շուկա։ Ուրեմն այն միջին որակի բաները բաց խոսենք, դու պետք է այլ շուկաներ մանգաս, այլ տեղեր, որտեղ այդ չափորոշները այդքան կոշտ չեն։ Ու այլ ձևերով, դու գիտես, կառավարությունը հիմա ծրագրեր ինչ-որ ֆինանսական աջակցություն այդ բիզնեսի ներկայացուցիչներին կտա, կամ խոստում է տալիս, որ կտա, ասում են կանում են, նայեն կանեն թե ոչ, ես հույսով եմ, որ կանեն, ինչ որ այդ դա կոչվում է բարձիկ, էլի, երբ որ դուք այդ փապկացնում ես այդ բացասականը, բայց որ բացասականը կա
ու Ռուսաստանը փորձում է ել ավելի քեզ վնաս տալ, հիշում ես ձկան արտնաբերության բաները երկու գործարան կային, որ դեռ Ռուսաստանը ընդունում էր։ Մի երկու օր առաջ այդ գործարանի համար էլ դռները փակեցին։ Հիմա էլի կա ինֆորմացիան, էլի ինչ-որ բաների վրա իրենք սահմանափակում բծրեցին։ Ես կարծում եմ Ռուսաստանը կոշտ կփակի իր սահմանը մեր առջև, էլի քայլեր կանի։ Ուրեմն վերջ, դու պետք է հասկանաս, որ այլևս հետ քայլ չկա, պետք է առաջ գնաս։ Այո, դու ճիշտ ես, Եվրամիությունը չի կարողանալու ամբողջ այդ բերը իր վրա վերցնել մի շարք պատճառներով, բայց մի մասը ինքը հստակ կանի, կաջակցի։ Պարոն Գրիգորյան, որ ասում եք Ռուսաստանը կոշտացնելու է, էլ ինչ է անելու, գազն է կտրելու։ Ես կարծում եմ գազը չի կտրի, ուղղակի գները էլի կբարձրացնի ու գիտես տարբեր ձևերով։ Ես հիմա չեմ ուզում անունը տալ այն մեկ երկրի, շատ լավ հարաբերություններ մենք ունենք, բայց այդ երկիրը չի տալիս մեզ գազ, կա ձև որ տա, բայց չի տալիս, քանի որ Ռուսաստանը ճնշում է այդ երկրի վրա, զգուշացնում է, որ չպետք է տաս գազը Հայաստանին, հակառակ դեպքում այլ հարցերում Ռուսաստանը իրանց դեմ քայլ կանի, օրինակ ես այս ձևի ինֆորմացիա ունեմ։ Ուրեմն Ռուսաստանը տարբեր ձևերով վատություն կփորձի անել, մեզ դնել ծանր վիճակի մեջ, հասկացար, բայց լավ է, որ Հայաստանը զարգանում է, այլ ընտրանքները բացվում են, օրինակ կարող եմ հստակ քեզ ասեմ, որ իրանց բենզինը մեզ պետք չի, իրանք բենզին էլ չունեն, բայց եթե տային բենզին մեզ պետք չի, այլ ընտրանքները մտնում են Հայաստան, այդ հայտնի բան է, ուրեմն դու ինչքան կարելի է շուտ պետք է ստեղծես այլ ընտրանքներ, այս ձևի լեզվով պետք է խոսես Պուտինյան Ռուսաստանի հետ, ստեղծում ես այլ ընտրանք ու ասում ես ուզում ես գազը չառնենք, հարց չկա, դες դու ինչքան կարելի է արագ ճկուն պետք է արձագանքես այսօրվա իրավիճակին։ Եվ առաջկա Նիկոլ Փաշինյանի այցն է Ռուսաստան նախատեսվում, արդյոք հնարավոր կլինի, վարչապետի հետ է հանդիպումը միջոցառման շրջանակներում, արդյոք հնարավոր կլինի խնդիրների շուրջ կոնսենսուսի գալ, թե ոչ։ Դու գիտես, ես ճիշտն ասած չեմ տեսնում այդ հնարավորությունը։ Դու գիտես, որ այսօր կամ երեկ Նիկոլ Փաշինյանին շնորհավորեցին այս ընտրությունների կապակցությամբ, հաղթանակի կապակցությամբ ընտրություններում, իրան շնորհավորեց Բրազիլիայի նախագահան, Եգիպտոսի նախագահան։ Դες ես տեսնում եմ այդ շարքը շնորհավորականների շարունակվում է։ Սահմանադրական դատարանի որոշումից հետո էլի երկրներ կմիանան, բայց չեմ տեսնում, որ Ռուսաստանը կարող է շնորհավորել։ Ուրեմն ստեղ որոշումը իրանց մոտ շատ սկզբունքային է, ուղղված Նիկոլ Փաշինյանի անձամբ դեմ, քաղաքապայմանագրի դեմ, ու ճիշտ ասած չեմ կարծում, որ Ռուսաստանը ինչ-որ բան կփոխի, էդ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ կապի Միշուստինի հետ, վարչապետի հետ, որը քաղաքական ազդեցություն չունի։ Ինքը տեխնիկական վարչապետ է, քաղաքական ազդեցություն չունի։ Օրինակ դու գիտեմ ինչի մասին ես խոսում, ամսի 6-ից մինչև 9 հուլիսի Եկատերինբուրգում մեծ ֆորում է, կապված տնտեսության հետ, զարգացումների հետ, տնտեսական ու Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ասում են պլանավորում էր այնտեղ ելույթով հանդես գալ մի սեսիայում, մի պանելում, որտեղ որ կլինի Միշուստինը, վարչապետը Ռուսաստանի։ Հիմա կա ինֆորմացիան, որ կարծես թե այս օրակարգից հանված է անունը վարչապետի։ Ինչ եմ ուզում ասել։ Դուրս գալով վարչապետի վրա Ռուսաստանը դու այդ քաղաքական հարցերը չես լուծի, Նիկոլ Փաշինյանը փորձում է քայլեր անել, դա միայն կարելի է ողջունել, բայց ես կարծում եմ Ռուսաստանի կողմից քաղաքական որոշում փապկացնելու, մեղմացնելու մեր դեմ քայլերը, որ Ռուսաստանը անում է, չի լինի։ Ու իր հիմքում գիտես ինչ է դրված։ Դա է պատճառը, որ ես հիմա քեզ ասում եմ, որ հասնի մեր կառավարության։ Քանի որ կառավարությունում մտածում են, որ այդ կապված ընտրությունների հետ, չգիտեմ Նիկոլ Փաշինյանը նեղացնեց ռուսամետ ուժեր, չգիտեմ ինչ, կարելի է մի հազար ենթադրություն արել։ Ես ուզում եմ զգուշացնել, մոռացեք այդ ամեն ինչը։ Այդ գործոնները բոլորը կան, բայց գլխավորը չեն։ Գլխավոր գործոնը նա է, որ Ռուսաստանը ունի որոշում զրկել մեզ
անկախ պետականությունից, մեր սուվերենությունից։ Դες այդ ինչ որ հիմա Պուտինը անում է, դա այդ մեծ ծրագրի մի մասն է։ Ու այս ռեալությունը հասկանալով պետք է գործել, չպետք է սпасել ոչ մի բան։ Ասենք համոզի Նիկոլ Փաշինյանը ասի, գիտես ինչա, Պուտին, ես թույլ կտամ, որ դու Տրամփ ծրագրի մեջ ինչ որ տեղ ունենաս, կամ ինչ որ էլի բան, արի բան արա, էլի շուկան բացի։ Ոչ, Ռուսաստանը ուզում է քեզ զրկել սուվերենությունից։ Հիմա ինչ տեսք կմնա Հայաստանից, որ մասերը կմնան, կամ դա կլինի գուբերնիա, չգիտեմ, ինչ են մտածում Մոսկվայում, բայց միանշանակ իրանք ուզում են մեզ զրկել։ Չհասկանալը դա լուրջ խնդիրներ կառաջացնի մեզ մոտ։ Հիմա նյուանսները դու կարող ես հազարատ հիմա ինձ տալ հարց, այ գիտես, նաև մերոնք սխալ արեցին, այ չգիտեմ, ծուր նայեցին, մյուսը սխալ աթոռի վրա նստեց, դրա պատճառով նեղացած է Ռուսաստանը։ Հասկանում ես, մենք մի հազար հատ հիմա ենթադրություն կարող ենք անել, բայց ինքուն դա չի։ Ռուսաստանը չի ճանաչում քո սուվերենությունը, քո անկախությունը։ Հենց դա է պատճառը, որ երբ որ 2022 թվին օտարի զորքը հասավ ջերմուկ, Ռուսաստան ասեց դա միջսահմանային վեճ է։ Այն ժամանակ շատերը չհասկացան, դժգոհային չհասկացան ինչ է ասում Ռուսաստանը։ Ռուսաստանը ասում է ինքը չի ճանաչում քո սահմանները։ Պարոն Գրիգորյան, հիմա Սահմանադրական դատարանը, որ կայացնի իր որոշումը, Ռուսաստան իր արձագանքը կփոխի, թե ոչ։ Ես պնդում եմ չի փոխվի։ Պնդում եմ չի փոխվի։ Կփոխվի, եթե լրջագույն զիջումների գնա մեր իշխանությունը։ Լրջագույն դու հասկանում ես ինչի մասին է խոսքը։ Ասենք Հայաստանը կասի, որ ռուս սահմանապահները չեն դուրս գա սահմաններից։ Իրանի հետ, Թուրքիայի հետ։ Կամ Հայաստանը ասի, գիտեք ինչ է, Թրամփի ծրագիրը մենք կհամոզենք Թրամփին, որ ինքը համաձայնվի, որ Ռուսաստանը այնտեղ մաս ունենա։ Այս ձևի բանի։ Կասկած ես չունեմ, այս կառավարությունը այս ձևի քայլերի չի գնա, քանի որ գործող կառավարությունը հասկանում է լրջությունը իրավիճակի։ Այդ հստակ կարող եմ ասել, Նիկոլ Փաշինյանը լավ էլ հասկանում է։ Դա է պատճառը, որ Ռուսաստանը չի համաձայնվի։ Ռուսաստանը այս ճնշումը անում է ոչ միայն դրա պատճառով, որ ուզում էր, որ կրեին հաղթող դուրս գային պրոռուսական ուժեր եւ այլ, իրանք շատ էլ լավ էլ հասկանում են տրամադրությունները, գիտեն, որ ռուսամետ ուժերը չեն կարող հավաքել 50%-ից ավել, այդ պետք չի իրանց էլի բանի տեղ դնել, չհասկացողի տեղ։ Ուղղակի առիթ էր մեզ ճնշել, իբր Նիկոլ Փաշինյանը ճնշեց ռուսամետ ուժեր, պատասխան տվեց Ռուսաստանը իբր դրան, բայց հիմքում այլ բան է, իրանք չեն ուզում, որ դու ունենաս անկախությունը։ Իդեպ ասեմ քեզ, զուգահեռ անցկացնեմ Ադրբեջանի հետ, դու կարող ես ասել, այս ոնց է մեր դեմ գործում են, բայց Ադրբեջանն էլ չէ, իրանց հետ խնդրեմ է, հազարատ խնդրեմ ունի, բայց Ադրբեջանի դեմ չեն աշխատում։ Դա Ադրբեջանը Թուրքիան ունի։ Ադրբեջանը Պակիստան ունի, Ադրբեջանը անտեր չի, հասկանում ես։ Մենք մի քիչ հիմա 3 տարի է լավ աշխատում ենք, 4 տարի է, մի քիչ ձեռք եք բերում իրոք դաշնակիցներ, մի քիչ մենք անտերության կարգավիճակից դուրս ենք գալիս, բարեբախտաբար, բայց սա անտեր էինք, դրա համար էլ բոլոր հարցերը Յոկուտ Ադրբեջանը լուծեցին, բայց իրանք նույն մակարդակով չէին ուզենալու, որ Ադրբեջանը ուժեղանալ, ուղղակի ուժ չունեն։ Թուրքիա կա, Պակիստան կա, Իսրայել կա։ Պարոն Գրիգորյան, այսպիսով Հայաստանի եւ այդ կառույցներում գտնվող պետությունների հարաբերությունները ինչի կհանգեցնեն, որովհետեւ ոչ միայն Ռուսաստանն է ասում անցկացրեք այդ հանրաքվեն, ԵԱՏՄ թե Եվրամիություն, այլ նաեւ 4 պետությունները համատեղ հայտարարություն տարածին, Ղազախստանը, Բելարուսը, Ղրղստանը, սա ինչի է հանգեցնելու, արդյոք հնարավոր է նաև լարվածություն այդ պետությունների, դե Բելարուսի հետ պարզ է, նույնիսկ անկախության օրվա առթիվ Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Բելարուս ժողովրդին իշխանություններին շրջանցելով, մյուս պետությունների հետ ինչ խնդիրներ կառաջանան, հատկապես որ Ղազախստանի հետ կարծեք թե այս պահին դրական է ամեն ինչ։ Նայ, նույնիսկ դու փորձառու լրագրող, ու ես կասեի դու փորձառու փորձագետ ես։
նույնիսկ դու այս մանիպուլյացիայի վրա կոպիտ ասած ընկար։ Ինչի մասին է խոսքը։ Այս 4 երկրների ղեկավարների հայտարարությունը դա ԵԱՏՄ-ից դուրս էր։ Այո, ԵԱՏՄ-ի նիստն էր, բայց քանի որ Հայաստանը համաձայնություն չտվեց այդ հարցը, որ քննարկվի ԵԱՏՄ-ում, Ռուսաստանը մոգոնեց այս դեպի բան։ Ինքը ասեց ոչ ֆորմալ տղեկ, մենք նստած ենք, արի Հայաստանին նամակ գրենք, որ հայր ջան, դե արեք բան հանրակրվե, որ որոշենք։ Դա պաշտոնական կոպիտ ասած որոշում ԵԱՏՄ-ի չի, բայց շատերը նորմալ մարդիկ դա անցալում են, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում մեզ դա ասեցին։ Ու այդ նյուանսը շատ կարևոր է։ Օրինակ Ղազախստանը, Ղրղստանը ես բացառում եմ, որ մեր դեմ են։ Բացառում եմ, ուղղակի, քանի որ մյուս հերթը իրանց է լինելու։ Ուղղակի իրանց ղեկավարներն էլ համաձայնվեցին, որ այս հարցը հայր, պատասխանեք մեզ, որ վերջնական գնա այդ հարցը փակվի։ Բայց քո հետ համաձայն եմ։ Այնուամենայնիվ այս հայտարարությունը լավ բան չի, որ այնտեղ ստորագրեցին Ղազախստանը, Ղրղստանը։ Դա ԵԱՏՄ-ի շրջանակներում չէր, վերջ, այստեղ խնդրեմ չկա, քանի որ Հայաստանը չհամաձայնվեց այս օրակարգի հետ, որ այդ հարցը քննարկվի, բայց այնուամենայնիվ ճիշտ է, դա այնուամենայնիվ ինչ որ դիսկոմֆորտ է մեզ մոտ առաջացնում։ Բայց հստակ կարող եմ ասել, Ղազախստանը, Ղրղստանը այդ process-ներում մեր դեմ չկա։ Բայց այստեղ ուրիշ հարց կա, գիտես ինչ հարց կա, ավելի կարևոր հարց կա։ Մեր սահմանադրությունը չի նախատեսում, որ անպայման պետք է լինի հանրակրվե։ Այ երբ որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին 2013 թվին մի օրում որոշում ընդունեց, հրաժարվեց ասոցիացիայից ու որոշում ընդունեց Եվրասիական մտնել, ինչու այն ժամանակ Ռուսաստանը, Բելարուսը չասեցին, այ ախպեր, հանրակրվե անցկացվի նոր արիստեղ։ Քանի որ իրանց դա ձեռնտու էր այդ առաջինը, ու երկրորդ իրանք գիտեն, մեր սահմանադրության համաձայն կարող ես այդ բանը անել, մեր օրենքների համաձայն կարող է, то есть ընտրված իշխանությունը կարող է դա անել։ Հիմա Նիկոլ Փաշինյանի դեպքում իրոք ընտրված է, ինքը կարող է անել առանց հանրակրվեի, օրինակ մեզ մոտ դու գիտես սահմանադրության համաձայն կան կետեր սահմանադրության, որոնք կարող է ազգային ժողովը 60%-ով փոխել, նույնիսկ 2/3-ը պետք չի։ Հիմա միտքս ինչու է կայանում։ Այս ձև է ճնշել ներգրավել մեր դեմ պայքարի այլ երկրներին, ու ես ամենեն քեզ ասեմ, ես շատ հետաքրքիր էր, երբ որ դու վերջի անգամ բրիֆինգում վարչապետին հարցը տվեցիր այդ Սերժի Կամշան փոփոխության մասին, այդ հարցը բարձրացրեցիր, ասեցիր կարող է հիմա դուք էլ վերջի պահին փոխեք, այդ շատ տրամաբանական հարց է, այս զարգացումները որ կան, պահանջում են այդ հարցերին պատասխաններ։ Պարոն Գրիգորյան, Նիկոլ Փաշինյանի այցը Իրան ինչ հետևանքներ կունենա։ Ես չեմ կարծում, որ ինչ որ հետևանքներ կունենա, դու գիտես, ես հասկանում եմ, դու նկատի ունես, միգուցե ամերիկացիք վատ նայեն, չի լինի հետևանք, ես ուղղակի քեզ հիշեցնեմ, երբ որ ռմբակոծեցին ռեզիդենցիան հոգևոր առաջնորդի նախկին Ալի Խամենեին, երբ որ ռեզիդենցիան ռմբակոծեցին, հիշում ես, Նիկոլ Փաշինյանը ցավակցության նամակ ուղարկեց, Ալիևը ցավակցության նամակ, մի շարք երկրներ, Թուրքիան, միտքս ինչու՞մ է, այն ժամանակ ոչ Իսրայելը, ոչ Ամերիկան չեն նեղացել, կան բաներ, որոնք ընդունված են, ասենք մենք հարևան երկիր ենք Իրանի հետ, ոնց մենք կարանք չցավակցել, երբ որ մահանում է իրանց երկրի ի պաշտոնե առաջի դեմքը, հասկանում ես, հոգևոր առաջնորդը Իրանի սահմանադրության համաձայն առաջի դեմքն է, ուրեմն այս արարողությանը թաղման մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի ես համարում եմ նորմալ, ասեմ քեզ մասնակցում են առաջի դեմքերը Վրաստանի, Պակիստանի, Ադրբեջանի, չգիտեմ, ասեցին, որ Ալիևը կգնա, հիմա ասում են, չգիտեմ, բաններ գնաց է, փոխվարչապետը
Շահին Մուստաֆայևը եւ խորհրդարանի նախագահն էր։ Հասկացա։ Նույն պատճառներ տարբեր կարող լինեն, բայց ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանի գնալը դա պրոտոկոլի շրջանակներում արդարացված է 100%-ով։ Պրոտոկոլ, արարող կարգ։ Հայ-ամերիկյան էս գործընթացներին։ Չէ, դա չի խանգարի, նորից կրկնում եմ։ Եթե խանգարեր, կխանգարեր այն ժամանակ, երբ որ Ալի Խամենեին խփեցին, ռեզիդենցիան քանդեցին ինքը պլատակների տակ մահացավ, եթե նեղանային այն ժամանակ կնեղանային, երբ որ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն հայտնեց Իրանի ժողովրդին եւ Իրանի նախագահին դրա կապակցությամբ այս որ զոհվեց Ալի Խամենեին։ Ուրեմն ոչ մի բացասական արձագանք չլինի։ Պարոն Գրիգորյան, վերադառնալով էլի հայ-ռուսական հարաբերություններին 27-ի առաջին կեսում ավարտվում է Գազային պայմանագիրը, այս արժեքով հայտնի է, որ $170-180 վաճառվում է, $160-ից $170 վաճառում է սահմանի վրայից արդեն թանկ գնով վաճառում է Հայաստանի Հանրապետությանը։ Հնարավոր է, որ արդեն սահմանել գազը գա բարձր գնով եւ Հայաստանը ինչ հնարավորություններ ունի դիմակայելու դրան։ Ну, գիտես ոնց է, աշխարհը փոխվում է, նախկինում դու հիշում ես ինչքան դժվար էր ինչ որ բան բերել Հայաստան։ Հիմա ոչ թե դժվար է բերել, Ադրբեջանը բերում է մեզ մոտ իր բենզինը։ Ինչի մասին է խոսքը, Ադրբեջանից գազ կբերեն, Իրանից գազ կբերենք։ Շատերը չգիտեն, որ այս փոքր խողովակը Իրանից մենք օգտագործում ենք 30-40%-ով, օգտագործենք 100%-ով ու պակասը զգալիորեն կփակվի։ Միտքս ինչու՞մ է, թող Ռուսաստանը շատ բան իրան թանկ չծախի։ Այս աշխարհում հիմա շատ ու շատ բաներ հեշտացված են։ Մենք շրջափակման մեջ էին, ապա շրջափակումը հիմա էլ գնում է։ Ուրեմն նույն թուրքմենական գազը Իրանով սվոփ համակարգով կառնենք, նույն Իրանից Իրանի գազը ավելի մեծ ծավալով կառնենք։ Ես նոր ասեցի, Իրանի գազամուղը լցված է 30%-ով, 40%-ով։ Ուրեմն կլցվի 100%-ով, ուրեմն զգալի մասը ռուսական գազի պակասը կփակվի։ Ես ինչ եմ ուզում ասել, այս նույնիսկ տնտեսագետ պետք չի լինի հասկանալով, որ կարելի է դիվերսիֆիկացիա անել։ Ուղղակի ուրիշ բան է։ Այն մաֆիան, որը մի քանի ոլորտներում գործում էր, կարող է թուլացած է հեղափոխությունից հետո, այսօր էլ գործում է։ Այդ մաֆիան բարձը իրան ձեռնտու չի ասել, որ այլընտրանք կգա, քանի որ իրանք այդ սախ սխեմաների մեջ են, կամաց թող իշխանությունը դրանով զբաղվի։ Կարող է, բայց այդ չգիտեն ով առնում է գազը, ինչ հարաբերությունների մեջ է Գազպրոմի հետ, ոնց են ծախում հայ ժողովրդի վրա $177 գազը մոտավորապես $400-ով։ Չգիտեն, կբացեն այդ սխեմաները, ժամանակը գալիս է, ստիպեն կբացի իշխանությունների սխեմաները ու նորմալ գազ կստանալ նորմալ երկրներից։ Պարզապես թուրքմենական գազը ինչպես է հասնելու Հայաստան, հաշվի առնելով, որ էլի Ռուսաստանի տարածքով է անցնելու։ Չէ, Իրանով սվոփ գիտես ինչ է։ Թուրքմենստանը կտա Իրանին ինչ որ ծավալի գազ։ Իրանին կտա իրանց խողովակով։ Իրան-Հայաստան խողովակով այդ գազը իր գազը, Իրանի գազը մեզ կուղարկի, հասկացա՞ր։ То есть Թուրքմենստանը կտա Իրանին ինչ որ ծավալի գազ, նույն ծավալի գազը Իրանը իր խողովակով կտա Հայաստանին։ Դա կոչվում է սվոփ։ Ոչ մի խնդիր ստեղ չկա։ Ուղղակի միջ այդ, երբ որ աշխատում էր կայուն այդ գազամուղը Ռուսաստանից եկած Հայաստան Վրաստանով, այդ հարցը պետք չի բարձրացնել, ինչ իմաստ ուներ։ Հիմա նոր սխեման կաշխատի ու պետք չի վախենալ։ Այդ ես գիտես ինչ եմ հիշում, Նարեկ ջան, մի հատ հիշի, որ ասում են, վայ, այդ ինչա, զորք, զենք, ոնց եք բերելու, բան։ Այս ոնց է մտնում է Հայաստան զենք։
որ երկրից առնում ենք, ի վերջո մտնում է Հայաստան։ Դու չես մտածել, ո՞նց է մտնում, որ ոչ մի աղմուկ չկա, ոչ մի բան, զենքը գալիս է Հայաստան։ Ու զենքը շատ զգայուն հարց է, դա գազ չի, զգայուն հարց է։ Բայց մտնում է առանց աղմուկի, այս վերջի 3-4 տարիա լիքը զենքա մտե, այդ մեծ գաղտնիք չի, դուք տեսաք այդ շքերթի ժամանակ մայիսի 28-ին, բայց ասեմ քեզ շատ ու շատ ավելի քանակությամբ կա պայեսներում, մտնում է նորմալ, ոնց են մտնում այլ երկրներում։ Հիմա մտածի ոնց է մտնում։ Այս ոնց է, որ ոչ մի աղմուկ չկա, ոչ ոք չի բողոքում, ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիա, ոչ ոք։ Ուրեմն ապաշրջափակման քաղաքականությունը, խաղաղության օրակարգերը, ամեն ինչը որ աշխատում է, շատ բաներ լուծվում են։ Ես քեզ մի հատ էլ ուզում եմ ասել այդ միտքը, որ եթե գործի հասնի, Ադրբեջանը մեզ գազ կտա։ Առաջինը դա բիզնես է, խի չտան, չեմ հասկանում։ Երկրորդը դա այո, process-ը գնում է, խի չտան։ Այդ իմիջիայլոց ես քեզ ասեմ, այս էլեկտրական մալուխի հարցը կապել է, լուրջ հարց է։ Այդպես չի էլի, որ մենք լաբություն ենք անում Ադրբեջանի։ Ադրբեջանը ընկնում է մեզանից կախվածության մեջ։ Այդ մալուխը, որը անցնելու է Հայաստանով մտնի Նախիջևան, ուրեմն իրանք մեզանից են կախված։ Դու հասկանում ես։ Ինչ եմ ուզում ասել, դա փոխկապակցվածության մեխանիզմները սկսեցին աշխատել, չգիտեմ ինչու իշխանությունները դա մանրամասն չեն բացատրում, այդ իրանց գործն է, բայց այդ կամ ես հասկանում եմ ու գիտեմ։ Եվ Նիկոլ Փաշինյանի այդ առաջ քաշած հարցը ԵԱՏՄ-ն գոյություն ունի թե չէ, սա ինչ նպատակ է հետապնդում, փորձում է Նիկոլ Փաշինյանը հասնել ԵԱՏՄ-ում հապկի կարգավիճակին, թե ոչ։ Գիտես ես ոնց բացատրություն, շատ լավ հարց է, ես քեզ շատ շնորհակալ եմ։ Զուգահեռը շատ կոռեկտ է։ Ոնց Նիկոլ Փաշինյանը, երբ որ հապկը չկատարեցի պարտավորությունը պատժեց։ Ինքը չսկսեց դուրս գալ, ես կողմնակից եմ դուրս գալու, բայց ինքը չսկսեց, ինքը սառեցրեց իր մասնակցությունը ու պարալիզացրեց հապկի աշխատանքը։ Ցանկացած դեպքում Հայաստանի սառեցումը հապկում աշխատանքի, հապկի հեղինակությունը քցեց 100 անգամ։ Նույնը հիմա Նիկոլ Փաշինյանը պատժում է Ռուսաստանին։ Ռուսաստանը վատություն է մեզանում, չէ, Պուտինը, փակեց շուկան։ Ինքն էլ հիմա ասում է հապկը դուրս է գալիս Հայաստանից։ Ոնց հիշում ես, ասում էին կներես, ասում էին նախկինում հապկը դուրս եկավ Հայաստանից, հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է ԵԱՏՄ-ն հիմա դուրս է գալիս Հայաստանից։ Ու ես կասեմ, ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը, եթե շուկան չբացվի ԵԱՏՄ-ի, ինքը վաղը կասի, որ ԵԱՏՄ-ն դուրս եկավ Հայաստանից։ Ինքը սիրում է այս ձևակերպումներ, առանձին դեպքերում դժվար է նույնիսկ հասկանալ, բայց միտքը ես իրա հասկանում եմ։ Ինքը կպարալիզացնի ԵԱՏՄ-ի աշխատանքը։ Քաղաքական, որպես քաղաքական, դա այդքան էլ տնտեսական միավոր չի, մենք հասկանում ենք, դա քաղաքական լծակ է ճնշել մեզ, ինքն էլ կբերի նրան, որ այնտեղ ճգնաժամ կլինի։ Ուրեմն ես խորհուրդ կտայի Ռուսաստանին չօգտագործել Նիկոլ Փաշինյանի դեմ, իշխանության դեմ այս ձևի քայլեր, քանի որ իրենց վրա ավելի թանկ կնստի։ Ինչ կանի օրինակ Նիկոլ Փաշինյանը, որ ասում եք կպարալիզացնի ԵԱՏՄ-ի աշխատանքը։ Կպարալիզացնի գիտես ինչ առումով, այն առումով, որ ինքը վետո իրավունքը կօգտագործի, ու եթե մեզ համար շուկան չբացեն, այդ վետո իրավունքը այնտեղ խիստ է վետոն։ ԵԱՏՄ-ի շրջանակում շատ խիստ է։ Ոչ մի որոշում չի տա, որ բոլոր որոշումների դեմ կքվեարկի։ Ու նայենք ոնց են իրանք բանանելու։ ԵԱՏՄ-ին չեն կարող հավաքվել, մեզ հանեն միջից։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել։ Նիկոլ Փաշինյանը պարզ է չի ուզում, դա ես տեսնում եմ, Նիկոլ Փաշինյանը փորձում է լեզու գտնել, զանգեց Միշուսինին, մենք այդ հասկանում ենք, իր քայլերը, այդ բալանսավորված քաղաքականության այդ քայլերը եւ այլն, բայց եթե գործի հասնի, պարզ է ինքը կպարալիզացնի աշխատանքը, պարալիզացնեն բարի բուն իմաստով, վետո իրավունք օգտագործել։ Դրանից ավել էլ ինչ պետք է լինի, ապրանքները չի ընդունում բանը Ռուսաստանը։ Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը հույսեր ունի, որ կբացեն շուկան։ Հույսեր ունի, որ կբացեն առանց Հայաստանի հրաժարվելուց Եվրոմիություն գնալու։
То есть Հայաստանը չի զիջի այդ դիրքը, որ գնում է Եվրոմիություն, ու Ռուսաստանը կբացի այդ է ինքը ուզում, դա է պատճառը, որ ինքը ուղարկեց այդ մեսիջը, յադեմեն դուրս է գալիս Հայաստանից։ Հասկացան, այդ մեսիջը այդ էր իմ կարծիքով։ Չէ, պարզապես էլ ինչ կարող է անել Ռուսաստանը, որ չի անում, որ Նիկոլ Փաշինյանը այդ ձեր ասած պատժելը թողել է դրանից հետո կամ դրանից առաջ։ Ну, գիտես ինչ, դժվար է ասել, կարող է Ռուսաստանը փորձի ինչ որ ուժային ստեղ քայլեր անել, օպերացիա անցկացնել։ Իրանք ստեղ ունեն սահմանապաններ, իրանք ստեղ ունեն բազա, կփորձեն, բայց ես կարծում եմ հաշվի առնելով Ուկրաինայի պայքարը Ռուսաստանի դեմ, հաշվի առնելով բենզինի եւ սալյարկայի ճգնաժամը Ռուսաստանում չեն համարձակվի անել, այլևս բան չունեն, բացի այս շուկա փակելու այդ վատությունից, բայց իրենց վրա դա թանկ կնստի, հիշեցին խոսքերը, քանի որ բոլորը Ղազախստանը, Qırğızstանը, Տաջիկստանը հասկանում են, որ Ռուսաստանը ցանկացած պահին այդ քայլերը կարող է իրենց դեմ անի։ Ռուսաստանը դրանով ոչնչացնում է այս հետխորհրդային տարածքում ստեղծված ինստիտուտները, ՀԱՊԿ, ԵԱՏՄ-ն, ԱՊ երկրների այդ կառույցը։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, հարցազրույցի համար։ Շնորհակալություն, Նարեկ։